Ամեն մի ընտրությունից առաջ է առիթ լինում հիշեցնելու, թե դրանց լուսաբանման ինչ մեծ փորձ է կուտակել Շանթ հեռուստաընկերությունը։ 1996 թվականին, երբ Շանթը դեռ 2 տարեկան էլ չկար եւ ուներ ընդամենը 2 տեսախցիկ ու 1 մոնտաժային վահանակ, հանկարծ որոշեց ընտրություններ լուսաբանել օնլայն ռեժիմով։ Այն ժամանակ նույնիսկ այդ օնլայն հասկացությունը որպես այդպեսին չկար, եւ այդ տարիների համար գաղափարը ոչ թե հավակնոտ էր, այլ ավելի շատ խելահեղության նման մի բան։ Բայց հեռուստաընկերության սկզբունքներից մեկը նաև այն էր, որ նույնիսկ ամենաանհավանական գաղափարը իրականացնելու ճանապարհին հետդարձ չպետք է լինի։ Գյումրիում 1996-ին եղան քաղաքապետիա բավականու ընտրություններ։ Արդարության համար պետք է նշել, որ հենց այս ընտրությունները ավելի հարմար էին Շանթի անհավանական թվացող գաղափարը կյանքի կոչելու համար, որովհետև քվեարկությունը սահմանափակվում էր միայն Գյումրիի տարածքով։ Ամեն դեպքում դա էլ էր հսկայական ծավալի աշխատանք։ Եկեք պատկերացնենք տարբերությունը այսօրվա եւ այն ժամանակվա գործիքների միջև։ Մեկ վայրկյանում հազարավոր օպերացիաներ կատարող գերհզոր համակարգիչների տեղը այն ժամանակ թուղթ ու գրիչն էր, բազմաթիվ հավելվածներով եւ կապի միջոցներով սմարթֆոնների փոխարեն լարով հեռախոսը։ Ժամանակակից հաշվարկային ծրագրերի տեղն էլ ընդամենը 5 դպրոցական էլեկտրոնային հաշվիչներն էին։ Եվ այսպես շարունակ։ Բայց ստացվեց, ընտրությունների օրը Շանթը սկսեց եթերը առավոտ ժամը 8-ից եւ այն չընդհատեց ուղիղ 36 ժամ։ Լուսաբանվեց ընտրությունների ամբողջ ընթացքը։ Արագ արձագանք եղավ բոլոր միջադեպերին, տեղամասերը փակվելուց կարճ ժամանակ անց էլ ուղիղ եթերում ներկայացվում էին առաջին տվյալները։ Այդ տվյալները միայն Շանթն էր հաղորդում։ Արդեն որոշակի փորձ կուտակած Շանթը լուսաբանեց նաև 1999 թվականի թիմ ընտրությունները։ 2001-ին Շանթը դարձավ հանրապետական սփռման ալիք եւ Շանթի աշխատանքը տեսավ արդեն ամբողջ հանրապետությունը։ 2003-ին Շանթը լուսաբանեց նախագահական, ապա խորհրդարանական ընտրությունները։ Մեր աշխատանքը արդեն ավտոմատացված համակարգ էր հիշեցնում։ Ժամանակի ընթացքում Շանթի ընտրությունների լուսաբանման փորձն ու սկզբունքները ընդօրինակեցին նաև այլ հեռուստաընկերություններ։ 2007 եւ 8 թվականի ընտրությունները Շանթը լուսաբանեց արդեն նոր նշաձողի հասնելու խնդիր դնելով։ 2012-13 թվականների խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին, ապա նաև 2015-ի սահմանադրական հանրաքվեին Շանթը նոր մոտեցում առաջարկեց, որը ավելի կատարելագործվեց 2017-ի, 18-ի, 21-ի ընտրություններում։ Տվյալների մուտքը, հաշվարկը, ամփոփումը, ներկայացումը տեղի էր ունենում անմիջապես հեռուստադիտողի աչքի առաջ։ Ցանկացած թիվ տվյալների բազմամուտք գործելու պես հայտնվում էր նաև մեծ LED էկրանի վրա։ Զուգահեռ նաև տվյալների համեմատություններ էին արվում ըստ մարզերի, ընտրատարածքների, թեկնածուների կամ քաղաքական ուժերի ձայների թվի աճ եւ նվազման։ Այս ամենը իհարկե տեսնում եւ գնահատում էր հեռուստադիտողը։ Պարդատի Շանթով եմ հետևում ու գոհ եմ դալեկից շատ։ Ավելի շատ տեղեկությունները հաղորդողը Շանթն է լինում։ Ամբողջ գիշեր աշխատում եմ։ Հուսով եմ, որ այս անգամ էլ։ Առաջի հեռուստատեսությունն էր, որ առաջի անգամ լուսաբանած։ Եղել է ամբողջ գիշեր, սպասել ենք Շանթի տվյալներին։ Միշտ էլ հավաստի ճիշտ ինֆորմացիա ենք ստացել։ Բոլորից երևի կոռեկտ, երևի բոլորից համակողմանի։ Միայն հորիզոնով կարելի է ամեն ինչ իմանալ։ Ոչ մի քաղաքական գործիչի ինչ որ տեղ չեն տալիս։ Կոնկրետ, կոռեկտ։ Շաբլոն չի, իրեն ծրագրերը մյուսներից բավականին տարբեր է։ Ժամանակ առ ժամանակ տոկոսներով, տեղամասերով ամեն ինչ ներկայացրել ենք։ Այսինքն շատ վառ վերլուծություն կար Շանթից։ Միակողմանի չի անում։ Դուք ճիշտ եք անում։ Դա ժողովրդին պետք է։ Այս հարցախույզներն արված են տարբեր ժամանակներում, տարբեր ընտրություններից առաջ ու հետո, տարբեր մարզերում ու քաղաքներում։ Ընդհանուրը այստեղ միայն Շանթի աշխատանքի վերաբերյալ գնահատականն է։ Վաղ ևս մեր նկարանող խմբերը կլինեն ընտրատեղամասերում վաղ առավոտից, նաև օրվա ընթացքում ու փակվելուց հետո։ Կլինեն ուղիղ միացումներ ընտրատեղամասերից, մարզային հեռուստաընկերություններից, կենտրոնական եւ տարածքային ընտրական հանձնաժողովներից, քաղաքական ուժերի շտաբներից։ Հորիզոնը եթերում կլինի ժամը 8-ին, 10-ին, 12-ին, 14-ին, 16-ին, 18-ին, 20-ին, 22-ին։ Անհրաժեշտության դեպքում կլինեն նաև միջանկյալ թողարկումներ, իսկ 22-ից սկսած տվյալների հոսքի մեծացման հետ մենք օնլայն ռեժիմում կլինենք եւ անընդհատ թարմացվող տեղեկատվություն կներկայացնենք այնքան հաճախակի, որքան արագ կթարմացվի մեր տվյալների բազան։ Մեր այս աշխատանքը ծանոթ է հեռուստադիտողին։ 20 րոպեից հորիզոնը դարձյալ կաշխատի ուղիղ եթերում։ Մենք աճող հաճախականությամբ ենք սկսելու աշխատել, որպեսզի պարզ լինի, թե մենք ճանապարհի որ հատվածում ենք։ Տվյալները պարզապես
հորդում են դեպի Շանթի տեղեկատվական բազա։ Ժամը 4-ն է, ժամը 5-ն է, եթերում դարձյալ հորիզոնն է, արդեն լուսաբաց է։ Բարի առավոտ եմ ասում բոլոր այն հեռուստատողներին, ովքեր համբերատար հետևել են մեր էջերին։ Մեր հունիսի 7-ի աշխատանքը կլինի ամբողջ այս ընտրական կամպանիայի լուսաբանման տրամաբանական ավարտը։ Լուսաբանումը կլինի ճիշտ նույն տրամաբանությամբ, ինչպիսին քարոզարշավի ժամանակ էր։ Հավասարակշիռ, անկողմնակալ, կոռեկտ։ Խոսքը հորիզոն լրատվականի մասին է, որը կապ չունի վճարովի եթերի եւ գովազդային հոլովակների հետ, որոնցում քաղաքական ուժերի խոսույթն ու բառապաշարը շատ տարբեր են, բայց նույնիսկ այդտեղ է Շանթը պահել եթերային լեզվի կոռեկտության ու թույլատրելիության սահմանը։ Այնպես որ հետևեք մեր նաեւ վաղվա աշխատանքին։ Շանթը անելու է այն, ինչ արել է միշտ։ Արտակ Հովհաննիսյան, Հորիզոն։